պես իրենք 2018 թվականին դա իրականացրեցին, նույնն էլ մեր քաղաքացի իրավունք ունեն դուրս գան փողոց պայքարել անարդարության դեմ։ Այո, միանշանակ դա սահմանադրական է, որտեղ մենք տեսնում ենք, որ ինչ է տեսնում դուրսը, որ ընտրության միջոցով իշխանություն չի փոխվում, որ փոխանակ ընտրության միջոցով իշխանություն փոխվի, օրինական ժողովրդավարության մեխանիզմները կիրառվի, ժողովուրդը տեսնում է դրանք ինչ պետք է անի, հաջորդ քայլին պետք է դիմի օրինական փողոց դուրս գալ ու իրավունքները փոխել փողոցը պարտել։ Այո, դա ես համարում եմ սահմանադրական ճանապարհը, որովհետև տեսնում ենք, այս շինծու գործերը, քրեական գործերը, որ չնայած տղեկը պինդ են, կոնկրետ ավետիքը պինդ է, ավետիքը գիտի ինչի համար է պայքարում։ Ավետիքին ձերբակալողը գոնե յան ազգանունով ոստիկան է, յան ազգանունով քննիչ է, բայց այն մարդիկ, ովքեր այսօր պաշտպանում են այս ամեն ինչը, այն մարդիկ, ովքեր այսօր չեն հասկանում են վտանգը, որ կանանացել մեր ժողովրդի գլխին, այրանց արդեն թույլ հասկանող մարդիկ են գալիս ձերբակալ։ Այ դա մեր հիմնական ցավը, որ մենք ուզում ենք հասկացնել ժողովրդին, որ պետք է այո ոտքի կանես թափներ եւ իշխանությունը վերցնել, օրինական ճանապարհով իշխանությունը ժողովրդին ու ժողովուրդը պետք է վերցնել իշխանությունը։ Վաղ թե ուշ օրինական սահմանադրական ճանապարհ։